Ասում որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է տենց այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ էլ եմ ասել դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարց է, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբան, ինչ ասեց, ազատության բանը, ազատության Կարենը։ Բայց աստղաբաշխական թվերը։ Իսկ դուք գիտեք ազատությունը ինչքան են ստանում լրագրողները։ Աստղաբաշխական բյուջեից չեն ստանում։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում։ Ես կրկնում եմ։ Հանրային միջոցների, պարոն Սիմոնյան, հանրային միջոցների։ Դու այն մնացածը որ սրանից առաջ խոսում ես, մենք չէինք լսում։ Չէ, լսում եք, հետևել կամ վիճելի։ Պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, բանկի օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ֆիքսեք, աշխատավարձը այդքան է։ Ասում եմ, եթե այդքան ջանասիրաբար ձեզ այդ ամեն ինչը անհանգստացնում է, վերջո հայտարարություններ եք անում լրագրողներով, լրագրողական ինչ-որ կազմակերպություններով, հարգելիներս, սկսեք ձեր թափանցիկությունից։ Մենք թափանցիկ ենք, առնվազն դուք մեզ քննադատում եք, մենք ինչ-որ ձևով բան ենք անում, հիմա ձեր թափանցիկությունից սկսեք։ Շատ լրագրողների մասին էլ կան դրանան։ Ես իրան եմ խոստվել, իր հարցերին պատասխանեմ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, ՕԳԳ պետք է ունենա կառավարությունը, որպեսզի այդքան Իսկ ով որոշել, ով ասել, կներեք, ավարտել դուք այդ ՕԳԳ-ն ասեք։ Դուք որպես քաղաքացի կետակ այդ ՕԳԳ-ից ելնելով կքվեարկեք Քոչարյանի ՕԳԳ-ին, Սերժ Սարգսյանի ՕԳԳ-ին, մարդել կլինի կգնա Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ին կքննարկի։ Հիմա խենք մենք դա քննարկում։ Տեսեք, Նազելի Բաղդասարյանը դուք էլ քիչ առաջ վկայակոչեցիք խաղաղություն բերելու փաստար կա, որ խաղաղություն եք բերել եւ այլն, ու դա համարում եք արդյունավետություն, որի համար կարելի է պարգևատրվել։ Չէ, ես տենց բան չեմ ասել։ Նազելի Բաղդասարյանն ասել է։ Ես Նազելի Բաղդասարյանը չեմ։ Ես Նազելի Բաղդասարյանի խոսնակը չեմ նույնիսկ։ Դե ասեք ինչի համար պիտի պարգևատրվի ձեզ բյուջեի հաշվին։ Դուք չեք լսում, երբ որ ես խոսում եմ։ Ասում եք աշխատավարձը։ Չէ, մի րոպե։ Դուք չեք լսում, որ խոսում եմ։ Լսում եմ շատ ուշադիր։ Մարդիկ ստանում են, ուրեմն լսեք, աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան, որևիցե մեկ դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է, մինչև հենց նոր ձեր գործընկերոջը պատասխանի, պատասխանեցի, մինչև օրենսդրորեն դա կձևակերպենք։ Այդքան խորհրդային կառավարման երկիր են, դուք վերահսկող գործառույթ ունեք նաև գործադիրի նկատմամբ ու գործադիրի անդամները, այդպես ես պիտի երկրորդեմ, աստղաբաշխական թվերով պարգևատրումներ են ստանում, որտեղ 7-8 միլիոն, 6 միլիոնը դրանք իսկապես ահռելի գումար են մեր տիպի աղքատություն ունեցող երկրի համար։ Հիմա դուք չպիտի հաշվետվություն պահանջեք կառավարությունից, այդ միլիոնները ինչի համար եք ստացել։ Եթե խաղաղության համար եք ստանում, եթե համարում են, որ խաղաղությունը խաղաղության համար չենք ստանում, ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար։ Դուք ասում եք խաղաղություն, ես ուրախ եմ, որ դուք որպես խաղաղությունը որպես ամենալավ ձեռքբերում այնուամենայնիվ արձանագրում եք, դա ինձ ուրախացնում է։ Բայց դա մարդկանց աշխատավարձն է, ինչ է այդպես չի, մի վիճեք հետս։ Դա մարդկանց աշխատավարձ։ Դուք ձեր ինչի համար եք, մենք այդ ձեր խնդիրը կանում է նրանում, որ դուք կորուստը ենթադրում եք, որ կարելի է փողով հաշվել։ Փողով կորուստը չեք հաշվի։ Դուք կորուստները իհարկե արի չբանավիճենք, հարգելի լրագրող։ Արի չբանավիճենք, բայց պետք չի, դա լեզվամտածելակերպ է։ Այսինքն կորուստները մտածում ես պահում անենք 44 օրյա պատերազմի համար, այս ի՞նչ դրամաբան, այս ի՞նչ ես ասում։ Ինչ համար եք դուք պարգևատրվել։ Հարգելիս, մենք չենք պարգևատրել, 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար, բայց վերջին անգամ։ Նախարարներն էլ չեն պարգևատրվել, այդ միլիոնները ուղղակի սենց միֆ են։ 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար եւ մեր հեռուստադիտողների համար։ Նախարարների աշխատավարձն է։ Ուզում ես եւս մի քանի պաշտոնյայի անուն դուր։ 4-րդ անգամ կրկնում եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Ուրեմն 5-րդ, ես 5 թիվը շատ եմ սիրում, 5-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է, որի մի մասը անունը տենց է դրված, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է եւ տրվել է, ասեմ ավելին, էլի է տրվելու
էլի է տրվելու այլ համամասնությամբ գուցե էլի է տրվելու դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Այսինքն ամեն ամիս աշխատավարձ չեն այդ ստացել, մարդկանց հավաքվել է, ոչ հիմա ստացել են իրենց հասանելիքի այն նախատեսվածի մի մասը 8-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է իրար հետ դա այդ մարդկանց աշխատավարձն է 10-րդ անգամ որովհետև այո դա ոչ ֆորմալ բարձրացում է որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտել իհարկե նման մենք քաղաքականության մեջ նորեկ չենք հա մենք գիտենք հասկանում ենք չէ որ նման հարցադրումներ կարող են լինեն բացատրելու կարիք կարող լինել եւ նրա համար շատ ավելի հեշտ էր տեխնիկապես այնպես անել ոնց որ խոսեցինք հա աշխատավարձի բանով անել հա հա ինչ որ ձևով բան բայց տեխնիկական պատճառներից ելնելով նաեւ վարչապետը ասաց որ միջանկյալ լուծում է ընտրվել նման բան եւ վերջին 10-րդ անգամ ասում ես թեման փակում ենք դա այդ մարդկանց աշխատավարձ այլ հարց հիմա Ութանը բարոյական հարցության մեջ էլի արի քաղաքական գործիչը եւ մեր այսօրվա դաշտի լրագրողը բարոյականություն չէ ինչի պարոն Սիմոնյան երբ որ մենք հիմա դուրս գանք փողոց պարոն Սիմոնյան լիքը մարդ նոր տարին դոմիկներում ա դիմավորել լիքը մարդ դիմավորել է անլույս անհաց առանց ավանդական տոլմաների առանց խոզի բդի եւ առանց լիքը տոկությունների նաեւ լիքը մարդ Դուբայներում ա դիմավորել Եգիպտոսներում ա դիմավորել տարբեր երկրներում ա դիմավորել հյուրանոցներում լեփ լեցուն Հայաստանի Հանրապետության տարբեր ռեստորաններում ա դիմավորել այդպես բաներ այդ դեմագոգիա է դուք ձեր խոսքները չեք կատարել ոչ թոշակների բարձրացման չափն է ձեր ասածին համապատասխան ոչ աղքատության կրճատումը ոչ մի բան հարգելիս ես իմ խոստումը չեմ կատարել կգնաս կընտրես Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանին կամ ում որ կնախընտրես կամ չգիտեմ ելով կանդեր ում որ իր խոստումները կատարել է, հա, պայմանավորներ տենց։ Ես ճիշտ Ում ես ընտրում, որ միշտ է տենց ես, Ռոբերտ Եթե անկեղծ չեմ հասցնում որևէ ընտրության մասնակցել, որովհետև ձեր Այ վատ ես անում, այդ 20 րոպեն չես կարողանում գտնես գնաս ընտրում, պետք է ընտրությունների մասնակցես։ Այդ մի ձայնը կարող է դաշնակցությանը պետքական լինի, կամ Ռոբերտ Քոչարյանի։ Պարոն Սիմոնյան, ես ուղղակի կուզեի դուք պարզաբանել։ Այդ հարցին չենք գտնում։ Չէ, չենք, արդեն 10 անգամ իման ասել, չէ, այլ հարցեր կան։ Հա, լրագրողները պետական ապարատից կգնան կգնան մասնավոր։ Օրինակ դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ բարձր պարգևավճար կամ այդ աշխատավարձը չստանան, մասնավորում որտեղ կարող եք բարձր բազմամիլիոնանոց աշխատանք գտնեք։ Ձեզ ով է առաջարկում նման աշխատանք։ Նարեկ ջան, ես դա չեմ քննարկում, ես որևէ քաղաքական գործիչ չեմ, պետական այր եմ, ես այդպես բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ։ Առնվազն ձեր լրատվամիջոցում կամ որևէ այլ լրատվամիջոցում բավականին լավ լրագրող կարող եմ աշխատել։ մոռացել եք ես ճիշտ բան եմ ուզում հարցնել, ոչ հասկանալի է։ Այդ այլ հարցեր, եթե չկան գնում եմ։ Չէ, կա հարց կա։ Ես ուզում եմ իմանալ Ասեք ոչ կարա 3 օրը մեկ ես 40 րոպե նոն-ստոպ ձեր հետ խոսում եմ։ քաղաքացիական պայմանագրի ընտրացուցակի ձևավորման հետ կապված ավարտվեց այդ այսինքն այդ լսումները, այն որ պետք է տեխնացուների լսելու փուլը ավարտվեց, հիմա նախ չի դեռ հանրայնացվել, եթե ես չեմ սխալվում, քանի հոգու տեխնացություն է առնվազն այս փուլում հաստատվել, եթե կարող եք նշել։ Մոտավորապես, եթե չեմ սխալվում, 300, եթե չեմ սխալվում։ Այդքան էլ լինելու է նախընտրական ցուցակը, թե դա ֆիլտրվելու է կրկին։ Չէ, այլ ֆիլտրացիայի փուլ չկա եւ մենք այս ամեն ինչ հարաբերական է, որտեղ աշխատանքները տարվում են, ցուցակը ձևավորել է համաժողովը, ամբողջական ցուցակը, ինչ որ իմ սկզբնական մասը մի քիչ ուրիշ տրամաբանության մեջ առաջին 50 կամ 100-ը մնացածը մի քիչ միգուցե այլ տրամաբանության մեջ զուտ տեխնիկայից ելնելով, որտեղ մի քիչ անհնար է, էլի 300 հոգու հետ կապված մենք հիմա այդպես խնդիր ունենք, ուզում ենք անենց անենք, որ մաքսիմալ ապահովենք բոլորի հավասարությունը, հավասար ներկայանալու, հավասար ընտրվելու հնարավորությունը, բայց այդ քանակի մեջ 300 մարդ ընտրել դուք պատկերացնում եք 300-ի մեջից հիմա տեխնիկայի շուրջ են քննարկում, բայց ցուցակը ձևավորելու է ոչ թե մի մարդ, երկու մարդ, ցուցակը ձևավորվում է համաժողովում պատվիրակների քանակը գրեթե 1000 է։ Այսինքն միանձնյա որևէ Չէ, երբ ենք միանձնյա մեծ բան Հաճախ մտածում եմ, որ կարելի է ինչ-որ մի բան միացնել, բայց ցավոք սրտի չորս չենք։ Համաժողովի ժամկետները հայտնի են, երբ
մոտակա ժամանակները չեմ ուզում։ Պարոն Սիմոնյան, Լրատվամիջոցների հետ կապված մի հարց ունեմ։ Ես ձեզ խնդրում եմ, որ վերականգնեք մեր գործընկերների հավատարմագրումը, պարոն Սիմոնյան։ Խնդրում եմ, որ չմոռանաք, որ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ էլ անցյալում այսպես միջանցքները փակ լինեին, մենք Շմայսին, տարբեր օլիգարխների, ձեր կոչմող օդիոս դեմքերի հնարավորություն չէինք ունենա հարցեր ուղղելու, նրանց մերկացնելու, եւ դուք հնարավոր է չգայիք իշխան